Կանայք կլիմայում և էներգետիկայում հասարակական կազմակերպությունը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համայնքների կարողությունների բարելավում, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում նախաձեռնության շրջանակում իրականացնում է կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում ծրագիրը։ Կայուն էներգետիկ զարգացման համայնքային ծրագրերի իրականացման գործընթացն արդյունավետ դարձնելու նպատակով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել էր աշխատաժողով։ Ծրագրի նպատակն է Հայաստանի 5 մարզերում բարելավել համայնքների առաջին հերթին գիտելիքները եւ կարողությունները էներգաարդյունավետության եւ վերականգնող էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ ծրագրի շրջանակներում նախատեսվում է այդ բոլոր 5 մարզերում եւ 17 համայնքներում իրականացնել աշխատանքներ։ Ծրագրում նախատեսված է GIZ-ի կողմից համաֆինանսավորում 80%-ի չափով, մնացած 20%-ը ակնկալում ենք համայնքների ներդրումը։ Այսօրվա մեր հավաքի նպատակն է ծանոթանալ առաջին հերթին մեր համայնքների հետ, իրար հետ խոսել ծրագրի մասին, քննարկել ծրագրով նախատեսված աշխատանքները եւ համատեղ փորձել լուծումներ գտնել եւ առաջ գնալ։ Որպես ծրագրի առաջնային շահառուներ ընտրված են խոշորացված համայնքների վարչական մարմինները, ինչպես նաև ոլորտային միջոցառումների պլանավորման և իրականացման համար պատասխանատու մասնագետները Հայաստանյան 6 մարզերում։ Լոռու մարզից ընտրված է 5 համայնք՝ Փամբակ, Ստեփանավան, Տաշիր, Լոռիբերդ և Վանաձոր։ Աշխատաժողովն իր մեջ ներառում է կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց և մենթորություն։ Տեխնոլոգիաների զարգացմամբ կամ նոր լուծումների ի հայտ գալը դեռ բավարար չի, հարկավոր են մարդիկ, ովքեր դրանք կիրականացնեն։ Եվ կարողությունների զարգացումը հենց դրան ուղղված, որ համայնքապետարանների աշխատողների կարողությունները զարգացվի, որ այդ ծրագրերը, էներգետիկ լուծումները, տեխնոլոգիաների կիրառումը իրականացնեն մաքսիմում որակյալ եւ էֆեկտիվ։ Լինելու է նաեւ ուղեցույցի մշակման գործընթաց, նաև լավագույն փորձի փաստագրում եւ ներկայացում։ Նախատեսվում են նաև մենթորություն եւ ուղղորդում, այսինքն համայնքները, եթե ինչ-որ մի պահի խնդիրներ կունենան, իրանք կկարողանան դիմեն եւ ստանան փորձագիտական աջակցություն եւ ուղղորդում։ Բնակչությունը նաև ինքը պետք է տեղյակ լինի, թե ինչ է իր համայնքում կատարվում, նաև իրազեկվելով կարող է փոխել իր վարքագիծը եւ լինել ավելի արդյունավետ իրենց տնային տնտեսությունների կառավարման հատվածում։ Էներգախնայողության ծրագրի համար ստացված 23 հայտերից ընտրվել էր 16-ը, որին հետագայում միացել էր նաև Վանաձոր համայնքը։ Ընտրված համայնքները ծրագրի ղեկավարի համոզմամբ կունենան առավել էներգախնայող արդյունք։ Կիրականացնենք արևային կայանների տեղադրում, ինչպես նաև ջերմամեկուսացում, կիրականացնենք դուռ պատուհանների փոխարինում եւ շատ, այսպես ասած, կսկսենք օգտագործել նորանոր էներգախնայող միջոցներ, ինչպիսին են կուտակիչների տեղադրում, մեքենաների լիցքավորիչների տեղադրում, կայանների տեղադրում, որը որ բավականին մեծ օգուտ կտա համայնքին, փորձում ենք զարգացնել եւ ավելի, այսպես ասած, էներգետիկ կայուն համայնքներ ստեղծել։ Մինչեւ 2026 թվականի ավարտը մենք պետք է ավարտենք 17 համայնքներում էներգախնայող միջոցառումների ավարտը։ Սա ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին հանդիպումն էր, որն անցկացվեց Լոռիում։ Նշենք, որ այս ծրագրում ամենաշատ համայնքները ընդգրկված էր հենց Լոռու մարզից։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։